Ողջույն հարգելի հեռուստադիտողներ, 21 TV եթերում իր աշխատանք սկսում է տոնոց շնորհավոր Ձինայդ նախագիծը։ Եվ ինչպես միշտ ես ձեզ համար նախապատրաստել եմ բացառապես երաժշտական թողարկում։ Եվ շնորհակալ եմ Անդավաճան հեռուստադիտողներին, ովքեր հետևում են եւ միշտ ակոպովնայած ակնկալում են հետաքրքիր թարմ նորություններով երաժշտական թողարկումներ, առավելևս նաեւ հանդիպումներ լավագույն դեմքերի հետ։ Բայց սկզբունքը չեմ խախտում։ Շնորհավորում օրվա բոլոր հոբելյարներին լավագույն բարեմաղթանքներով, առողջ լավ մարդկանց շրջապատում Աստծո օրհնությամբ եւ 21 TV-ի հետ։ Հատուկ ձեզ համար տեսահոլովակ։ Իդեպ ասեմ, տեսահոլովակի հերոս Սերոպե նրանց կլինի մեզ մոտ տաղավարում։ Ում մասն է խոսքը կիմանաք հենց հիմա։ Ինչքան ապրենք օտար հողում եւ նույն է մերը չէ հայրենիքի հողն ու ջուրը նա մեզ իր մոտ կկանչե Ինչքան ապրենք օտար հողում եւ նույն է մերը չէ հայրենիքի հողն ու ջուրը նա մեզ իր մոտ կկանչե Ախ հայրենիք շատ քացր ես ամեն ինչից առավել օտար երկրում մենք չենք լսի կոմիտասից օրովել Ախ հայրենիք շատ քացր ես ամեն ինչից առավել օտար երկրում մենք չենք լսի կոմիտասից օրովել Կան մարդիկ, որ չեն ճանաչում ոչ հայրենիք երկիր հող Կյանքում ունենալ են տենչում հարստություն գանձուղով Կան մարդիկ, որ չեն ճանաչում ոչ հայրենիք երկիր հող Կյանքում ունենալ են տենչում հարստություն գանձուղով Ախ հայրենիք շատ քացր ես ամեն ինչից առավել Օտար երկրում մենք չենք լսի կոմիտասից օրովել Ախ հայրենիք շատ քացր ես ամեն ինչից առավել Օտար երկրում մենք չենք լսի կոմիտասից օրովել Կոմիտասից օրովել Ախ հայրենիք շատ քացր ես ամեն ինչից առավել Օտար երկրում մենք չենք լսի կոմիտասից օրովել Ախ հայրենիք շատ քացր ես ամեն ինչից առավել Օտար երկրում մենք չենք լսի կոմիտասից օրովել Ախ հայրենիք շատ քացր ես ամեն ինչից առավել Օտար երկրում մենք չենք լսի կոմիտասից օրովել Ես վստահ եմ, որ հենց հիմա շատ հեռուստադիտողներ, ովքեր հենց այս հետաքրքիր, ցանկալի եւ ոգով երգող երգչի ֆանատներն են ավելի մոտ են նստել, բայց ասեմ, ես ունեմ սպասված հյուրեր։ Իդեպ այս պայն տեղեկացնեմ, որ մեծագույն սիրով հյուր ընկալել եմ սիրված երգիչ Սիփան Հովանեսյանին եւ իհարկե Ջոնո Թեմուրյանին։ Տղաներ, բարի օր, բարի երեկո ձեզ։ Ո՞նց եք։ Լավ, մերսի։ Լավ, շատ լավ։ Նախ շատ լավ, շնորհակալ եմ, որ արձագանքել եք եւ առաջին ինձ մոտ եք։ Նու Սիփան ինձ մոտ եղել է, Ջոնոն առաջինը։ Ես էլ եմ շնորհակալ հրավերքի համար, Դինա ջան։
Լավ եք։ Ասեմ, որ Ջոնոն բացումն արեց, Ակոպովնային ճանաչողները գիտեն, որ ես ամենաշատը սիրում եմ, հարգում եմ, գնահատում եմ, աշխատում եմ եւ շատ մեծ տեղ եմ տալիս ազգությամբ եզդի իմ բոլոր ընկերներին եւ փաստորեն քեզանից հետո ես ունեմ շատ ընկերներ եզդիներ, ովքեր որ արձագանքել են ու գալու են ինձ մոտ տաղավար։ Դե բացումը ձերն է։ Ուզում եմ հիմա հասկանալ ինչու երկուսով եւ ինչ եք նախապատրաստել ձեր լսարանի համար։ Սիբջա, լսեմ քեզ, հետո Ջոնոին։ Ասեմ Դիան ջան, նախ ուզում եմ ողջունեմ մեր եղբայրական եզդի ազգին, Այո։ մեր հայ ազգին։ Երգը Անդրանիկ Զորավարի եւ Ջանգիր աղայի մասին է, ինչպես գիտենք, երկու եղբայր են եղել եւ Բաշաբարանի պատերազմում եւ Սարդարապետի պատերազմում իրար հետ կռվել են մեր թշնամիների դեմ եւ այսպես որոշեցինք հա եզդի եղբայրական երգ։ Անտիր։ Հիանալի է, Ջոնոն ինչ ավելացնում։ Ում միտքներ։ Ես Ով է որոշել։ Տենց։ Ձեզ ջան, ես էլ եմ միանում բոլոր շնորհավորանքներին։ Ինչպես ներկայացրեց իմ ընկերը Սիփանը, հա, Ջանգիրախան ու Զորավար Անդրանիկը եղել են իրար հետ կռվի դաշտում, նաև իրանք եղել են քավոր սանիկներ, Օ։ հա, իրանք շատ մտերիմ են եղել, քավոր սանիկներ են եղել, ու տենց միտքը ճիշտ ասած անցած տարի հոկտեմբերի 1-ին Ջանգիրախայի 150-ամյակն էր։ Ահա։ Ողջուններս Նորիկին, իր թորնիկին, իմ ընկերն է, ապրում է Գերմանիայի Բրեմեն քաղաքում։ Ահա։ Նորիկը ինձ զանգեց, ասեց, «Էս ինչ որ է, գործ չվեկալես, պապիկի 150-ամյակն է»։ Հա, տենց որոշեցինք այս երգը Հիանալի է։ իրարից արկենք ու տենց Ձեր առաջի դուետն է, Սիփան։ Այո, ասում ահագին մեծ արձագանք ունի արդեն։ Շատ մեծ։ Եվ եզդի ազգի կողմից Այո։ եւ մեր հայ ազգի կողմից։ Դուք միջև ինձ արձագանքել, ասեմ իմանաք, ես արդեն նկատել եմ այդ փոքրիկ coming-soon ասվածները, հա, գրեթե շատ այն որ edge-եր կան է, հատուկ որ նորություններ են երաժշտական ցույց տալիս, բան ու ես ուզում եի հասկանայի, դուետ է, դուետ չի, հետո որ ես ձեր եւ ոճերը տեսա եւ կարգավիճակը, իսկ ես սիրում եմ երբ որ Սիփարնա հենց այս ոճի մեջ երգում, հա, ինձ դուր է գալիս ու անդավաճանանք իր սկզբունքին, ապրես շնորհակալ եմ քեզ դրա համար, որովհետեւ ինքը երբեք կոմերցիա հետև չի գնացել, բայց ասա, որ այս երգն էլ կարա կոմերցիա լինի, որովհետև հիմա ամենաազգագրական երգեր պետք է ավելի շատ պահանջեք, կներեք, որ այսպես եմ ասում, բայց ցանկալի է ու մի տեսակ էլ կարոտ կա այդ ամեն ինչի, հա։ Ինչ ձև, ինչ կարգավիճակով եք նկարնել տեսահոլովակը, չեմ ուզում շատ բան ասեք, բայց մի երկու խոսքով օգնողներ, կան աջակցողներ, ո՞նց է եղել։ Այո, այս երգը, ինչպես ասեց Ջոնոն, հենց Ջանգիր աղայի թորն է։ Հովանավորել ամեն ինչը, որ այսպես ստացվի։ Մեծ է։ Չէ։ Տարիքով։ Իմ տարիքի տղա է։ Իմ ընկերն է։ Իրա Ջանգիրախայի ծորն է, տենց ասեմ։ Օ, Ծորն է, հա։ ապրի ինքը։ Հիանալի է, նկարվել է Երևանում։ Սարդարապատում նկարվել։ Սարդարապատում։ Թանգարանում եւ դիմաց արդեն։ Հիանալի է, այսքան խոսալուց հետո ձեր թույլտվության պրեմիերան կազմակերպենք, լավ։ Իմ կարծիքով հերոսների մասին տեսահոլովակը արդեն հենց այս բան պետք է լինի պրեմիերայի կարգավիճակով, բնականաբար տոնը շնորհավոր Ձինայդ նախագծի շրջանակներում։
Ես դի հերոս Ջանգիր աղան, հայոց ազգին պաշտպան եղան شده شده جانگیر آخا باوه باو گلک هنه تشنامودم لطفت هاور جونه تلک و خوبرش شر خوشگیری جانگیر آخا مرخاسه مزدیا دو که غلک میاسناکان ور پاپانک هون های کاکان لخا لخا جانگیر آخا لخا لخا باوه باو لخا لخا جانگیر آخا لخا لخا باوه باو հայոցերոսան վախ մարդիկ հայ զորավար կաջանդրանիկ ես դի հերոս Ջանգիր աղան հայոց ազգին պաշտպան եղան Soket gelse Romya ve beraber güldeyiz ya Soket gelse Romya ve beraber güldeyiz ya Դե ինչ լավագույն տեսահովակը պրեմիերա տեղի ունեցավ, հասկացաք արդեն, եւ ես տեղեկացնեմ, որ այս տեսահովակը բազմիցս կարող եք դիտել ոչ միայն մեր ծրագրի շրջանակներում, այլ նաեւ մեր հեռուստաընկերության եթերում, ինչը բավականին ցանկալի երևույթ է վստահ եմ հենց մեր հեռուստադիտողների համար։ Ես ընկերներիս շնորհավորում եմ լավ գործի համար։ Մերսի, Շնորհակալ եմ։ Մի հարց, դուք այս կատարումը, եթե միասին առիթում, հա, գործի եք լինում, արդեն երգում եք, ինչ որ պահանջ կա երգի։ Այո, արդեն երկել ենք, դեռ կլիպը դուրս չեր եկել, արդեն իրար հետ երկել ենք։ Իսկ կա որ ասում են Սիփան ջան, մենք ուզում ենք դուք գաք առիթի, բայց նենց որ Ջոնը դու հետո լինի։ Այո, լինում է։ Խանգարող թեմա չկա։ Քանի որ ասեմ ես Ջանգիր աղան եզդի ազգի մեջ շատ էսպես հերոս կերպար է, բոլոր հարսանիքների ժամանակ Այո։ իր կենաց էսպես խմվում է, այդ իր երգը երգվում է, ես ինչքան մասնակցել եմ, այդպես է եղել ամենայն։ Դե ես էլ ինչքան վարել եմ, ես ընդհանուր հերոսների անունները տալիս եմ։ Հակոբովնան միայն դրանով է առանձնանում, որ ազգությամբ ես դի իմ ընկերների հենց այդ կենացը կարողանում եմ բարձրաձայնել, ես երևի թե այնպես անեմ, որ այս երգը ես էլ անձամբ շատ լսեմ։ Բայց լինում են թեմաներ, օրինակ առիթներ, չէ, որ ուզում են այս երգը հնչի, բայց ձեզանից մեկը երկրում չի, ոնց են անում։ Մեկ մի հոգով եք երգում, թե ասում եք չէ, չենք երգում, պետքա բացառապես դուետ լինի, ոնց է լինում։ Չէ, երգում ենք։ Երկել ենք։ Երգում ենք, երկել ենք։ Հա, երգում եք։ Հիանալի է։ Շատ լավ։ Մի քիչ անհատ տենց ուզում եմ հասկանալ ինչ եք անում, ոնց նայելով ձեր Instagram-յան էջերը հասկանում եմ։ Ամեն օր ձեր համար, ձեր առիթները քչից թե շատից կարողանում եք ուրախացնել, տոն դարձնել սովորական մարդկանց օրերը, հա։ Ջոնո, դու ավելի շատ հիմա որտեղ ես լինում, հայրենիքում, դուրսը։ Ձյանա ջան, ես ինձ այդ հարցը շատ են տալիս։ Հա, որտեղ չեք հասկանում Ես որտեղ ես կատակով եմ միշտ պատասխանում, ասում են հարցում են որտեղ ես ապրում, ասում եմ որտեղ մութը տվեց ընդել ապրում եմ։ Լավ էլի։ Իսկ հիմնականում օդանավակայաններում, կամ էլ հարսանիքներում։ Ես շատ եմ շրջագայում։ Եվրոպա, Ռուսաստան, Վրաստան, Ղազախստան, որտեղ որ եզդիները ապրում են։ Բայց ես շատ եմ նկատել, որ դուք լիր մենակ այն հարսանիքներին, որ ես դիել չի լինում, բայց դուք երգում եք, այսինքն ձեր երգը ունի պահանջարկ նաև։ Երգում եմ, հա։ Կա, չէ՞, տենց թեմա։ Շատ լավ, Սիփանի ինչ կասի։ Սիփանի դեպ ասեմ, ի տարբերություն շատ երգիչները, որ երազում եք, Սիփանի հարևանն է։ Այնպես որ ոչ մի բան չլինի, ես դրա մասին շատ բան գիտեմ, բայց Սիփ, ես ուզում եմ հիմա հասկանալ նաև առիթների, հա, տարբերակով, որ դու համագործակցում ես, աշխատում ես, քեզ հաճել է բենդով գնալ աշխատել, թե տենց որ գնում ենք մեր երգերը վերցնում ենք։ Հիմնականում առանձին եմ գնում, այսպես իմ ծրագրով։
Այդ առիթատերն է որոշում, չէ՞ Այո, նաև։ հիմա արդեն մայիսին 10 քաղաք Ռուսաստանի Դաշնությունը ունենք համերգ։ Դրանից հետո արդեն Եվրոպայում լինելու համերգներով։ Մենակ ես գնալու։ Չէ, Ռուսաստանում ես Հայկ Սարգսյանը եւ Սաս Շահբազյանը։ Եվրոպայում արդեն ես եւ Ռոբերտ Սարգսյանը ենք լինելու ազգային ֆորմատով։ Եվ Դիանա ջան, մի բան էլ ավելացնեմ մեր երկից։ Այս երկի հայերեն տարբերակ ասենք, որ գրել է մեր լավ ընկեր Հակոբ Ալիխանյանը։ Եզդիական տարբերակ արդեն կար, բայց զանգեցինք Հակոբին եւ շատ գեղեցիկ ներկայացրեց էլի հա ու եզդի եղբայրությունը։ Շնորհակալություն։ Ուզում եմ հասկանալ Գուսան Հակոբի մասն է Այո, խոսքը այո, Գուսան Հակոբ Իդեպ ասեմ, ես պատիվ ունեմ նրա հոբելյանական երեկոն վարել, հուլիս ամսին է տեղ ունենալու, այնպես որ ես այնտեղ եմ լինելու։ Հետ ենք լինելու։ Դու էլ ես չեմ այդ համերգի ընթացքում, շատ լավ։ Դե օրերը կգա դա մենք առանձին կլուսաբանենք։ Ինչ ունեք կիսատ գործ, ինչ եք անում, որ ավարտին պետք է հասցնեք։ Ճիշտն ասած, հիմա մի գործ էլ կա, որոշել ենք, որ Ջոնոյի հետ պետք է անենք։ Էլի հայերեն եզդերեն տարբերակով արդեն շուտով ինձ թվում է պատրաստ կլինի, արդեն կանցնենք մեր ժողովրդի դատին։ Լավ, Ջոն, իսկ դու բացի որ Սիփանի այդ ընկերությունը եւ կա ուրիշ գործեր կա։ Չէ, ես էլ ունեմ կիսատ միշտ էլ ելնում է, միշտ էլ աշխատում եմ, որ ասենք ժողովրդի աշկից չհեռանամ։ Այո։ Աշխատում եմ միշտ, ասենք, կա, ես մայիսի մեջ հանգստանում ենք։ Մի 3-4 հատ պրոյեկտ ունեմ, մայիսի մեջ բարոխերով հասցել եմ ծերի։ Բայց մի ասեք, հարսանիքները չի լինում, բայց չգիտեմ ինչու այդ թեման ինձ միշտ նեղվում եմ այդ մայիս ամսին, որ չի լինում հարսանիք, բայց ծնունդներ, առիթներ ինձ թվում է պակաս չի լինի։ Լավ ամիս է։ Եթե ճիշտ ասեմ, ես որ ելնել չեմ վեկալում, Լուրջ ես ուզում ես գործ անես։ Այդ մայիս ամիսը իմ երեխեքի համար տոն է։ Վաղ։ Ես բայց տուն գնում եք, չէ՞, տուն գնում եք։ Շուտ եմ գալիս Հայաստան, բայց քիչ եմ, մի օրով, 2 օրով, ինչքան հնարավոր է, որ հենց մի օր ժամանակ եմ ունեմ, պետք է պայման գամ Հայաստան։ Շատ լավ։ Հիմա անցնենք մեր ֆորմատին ծրագրի, ասեմ, որ ինձ մոտ տաղավարում նաև հյուրընկալում են հենց այն մարդիկ, ովքեր ամենաանմիջական կապն են առիթների հետ։ Այսինքն եւ երգում են, եւ վարում են, կազմակերպում են, այսպես շարունակ։ Դե դուք բնականաբար ամենաանմիջական կապն ունեք առիթների հետ, բայց ես ուզում եմ իմանալ դուք որպես հոբելյարներ ինչպիսին եք։ Ես տեսակներ ասեմ, դուք ընտրեք, հա։ Տղաներ, ովքեր որ ամիսներ առաջ սիրում են կազմակերպել իրենց ծննդյան օրը, տղաներ, ովքեր չեն սիրում մեկուսանում են իրենց ծննդյան օրը, եւ տղաներ, ովքեր տուն, տեղ, ընտանիք, կոլեկտիվ, ոնց է, չնի մի բան կկազմակերպենք։ Սիփան որն է քոնը։ Իմ պարագայում չի ստացվում, ասեմ, 3 ծնունդներ։ Լուրջ ես ասում։ Մեր շնորհավորանքները։ Մերսի, շատ շնորհակալ եմ եւ չի լինում շրջապատը ես էլ որ չուզենամ ինչ-որ մի բան անեմ, իմ ընկերներ հավաքվում են, արդեն ինձ կանչում են մի բան պետք է անենք, էլի, ընկերներով այդ կողմից շատ հարուստ եմ, շատ շնորհակալ եմ ընկերներից։ Հիմա ո՞նց եք նշել, որ 12-ը խփեց, հա տենց։ 12-ից արդեն նշել ենք միջև, տենց մյուս օրը 12-ը խփել էլի։ Դու ո՞նց ես արթնացել եկել մեզ մոտ։ Ուզում հասկանալ։ Ջոն քոնը որն է։ Իմ մոտ էլ է տենց։ Կարելի ասած, ես էլ աշխատանքը։ Տարբերություն չկա, ասենք ճիշտ ասած ուշադրություն չես դարձնում այսիկը։ Հա։ Ոնց կլինի այդ տարի։ Գործ եղավ կվեկալեմ կետամ հարցնիկ։ Աստված։ Շատ վաղ, ասենք մի 2 անգամ եղել է Գերմանիայում եմ անցկացրել, Ֆրանսիայում։ Այս տարի Մոսկվայում լինելու։ Արդեն գիտես։ Հա, արդեն գիտեմ, հա։ Դե որ առանց կանչելու ամենակիչի մի 200 հոգի կլինի ծննդյան օրը, որ ասում բոլորս միասին քեֆ կանենք, մի հատ տորթ այդ մոմնել կփչենք, ամենայն դեպս շնորհակալ եմ ձեզ լավ գործի համար, շնորհակալ եմ, որ սկզբունքա տերեք։ Եվ որպես ընկեր նաև կներեք պահանջում եմ ձեզ որ յուրաքանչյուր նորությունը առաջինը լինի Հակոբովնայի մոտ այդ էգոիզմը, որ ես առաջինը ներկայացնեմ, դա ինձ համար շատ ցանկալի երևույթ է։ Եվ վերջո նաև ֆորմատի սկզբունքը չխախտենք, ես ուզում յուրաքանչյուրդ օրվա հոբելյարներին շնորհավորեք, տեսախցիկը ձերն է, խնդրում եմ Սիփ ջան, ինչ կմաղթես օրվա հոբելյարներին։ Շնորհավորում եմ մեր օրվա հոբելյարներին, Դիան ջան, եւ բոլորին ցանկանում եմ երջանկություն, խաղաղություն, արևշատություն։ Ամենակարևորը կյանքում սիրված։ Ապրես, ինչ կավելացնես ջանա։ Ես էլ եմ շնորհավորում բոլոր հոբելյարներին, ովքեր այսօր ծնունդն է, բոլորին շնորհավորում եմ, թող ապրեն խաղաղ արևի տակ։
ապրեք, շնորհակալ եմ շատ ձեզ։ Ես ձեզ բազում հաջողություններ եմ մաղթում եւ ուզում եմ հաջորդ անգամ երկի պրեմիերայով կնքեք նաեւ մեր ձեր ձայնով Բեմարդակը եւ տաղավարը։ Շնորհակալ եմ շատ ձեզ։ Իսկ այսքանից հետո հերթական անգամ տեղեկացնեմ, որ այս տեսահոլովակը կարող եք դիտել եւ մեր ծրագրի շրջանակներում եւ նաեւ մեր հեռուստաընկերության եթերում տարբեր բլոկներում, ինչը որ ցանկալի երևույթը ես միշտ ասել եմ։ Ձեզ հետ միջև իմ լավագույն տաղանդավոր ընկերներն են Ջոնոն, Սիփոնը եւ ձեր Ձինե Ակոպովնան։ Ինձ փտրեք բացառապես 21 TV-ի եթերում։ Բարին ձեզ։ شام و حلب دیار بکر براک من اوزاوا من بازارا شاله تکر براک من اوزاوا من دروتو تخوا نکر براک من اوزاوا من جبیل کروتی نکر براک من اوزاوا وای خواده او مالی آوا تبرایم کرزاوا دیار بکر براک من اوزاوا من بازارا sola تکر براک من اوزاوا من کریبو تخوا نکر براک من اوزاوا من جبیل کر بویاغ نکر براک من اوزاوا وای خواده او مالی آوا تبرایم کرزاوا بتشتك انقلي زريا حني بتشتك انقلي زريا لدست صعبك خورتي ما جوال سربوكك كتشي ما دلال حني لتشتك انقلي زريا حني بتشتك انقلي زريا لدست صعبك خورتي ما جوال سربوكك كتشي ما دلال وهاتن خوازقني وهاتن خزمي مهاتن وهاتن خوازقني وهاتن خزمي مهاتن وهاتن خوازقني وهاتن رواني هاتن وهاتن خوازقني وهاتن رواني هاتن شاپي بوطاني بجنا زافيكن خلي ابوك لسر عنيكن شالو شاپي بوطاني بجنا زافيكن خلي ابوك لسر عنيكن وهاتن خوازقني